Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես լրացնել սպիտակուցների պակասը, չվնասել առողջությանը, միևնույն ժամանակ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Պահքի շրջանում ուղղակի կենթանական ծագման սպիտակուցները փոխարինում ենք բուսական ծագման սպիտակուցներով։ Հրաժարվելով կենթանական ծագման մթերքներից մենք ինչ որտեղ բեռնաթափում ենք օրգանիզմը։ Դա նաև ինչ որ չափով մարտահրավեր է ինքդ քեզ, ինքդ քո օրգանիզմին, արդյոք դու կդիմանաս, կկարողանաս վերափոխել բաներ սննդակարգումը։ Ամենանվազ քանակը, որ օրգանիզմը պիտի ստանա սպիտակուցի, դա 0.8 գրամ 1 կիլոգրամ քաշի հաշվարկով։ Միֆ չէ, որ սպիտակուցային սննդակարգը օգնում է նիհարել։ Սպիտակուցային սնունդը շատ կարևոր է, հատկապես քաշ կորցնողների համար։ Կա կարծիք, որ սպիտակուցներն օգնում են հրաժարվել քաղցրից։ Մի տեսակ փակում է նախորժակը քաղցր ուտելուց։ Պետք է սննդակարգից ոչ թե հեռացնել մթերքները, այլ բերել սննդակարգ օգտակար մթերքներ։ Դրանք ակամայից կհեռացնեն այն բոլոր վնասակար մթերքները կամ գոնե կնվազեցնեն, որոնք որ կան ձեր սննդակարգում։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Մեծ պահքի խորհուրդը հոգևոր է, բայց պահանջում է նաև մարմինը կոփել պահեցողությամբ, հրաժարվելով կենթանական ծագման մթերքներից։ Իսկ ինչպես լրացնել սպիտակուցների պակասը, չվնասել առողջությանը, միևնույն ժամանակ ազատվել ավելորդ կիլոգրամներից, մեզ կասի բժիշկ սննդաբան Լիլիթ Մարգարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, Կարինե ջան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անդրադառնալու ենք մեծ պահքի սննդակարգին եւ ընդունված կարծիք կա, որ պահեցողությունը հյուծում է օրգանիզմը։ Սա միֆ է։ Այո, միֆ է, քանի որ պահքի շրջանում ուղղակի կենթանական ծագման սպիտակուցները փոխարինում ենք բուսական ծագման սպիտակուցներով։ Եվ եթե դա անել գրագետ, այսինքն հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները, թե սպիտակուցային ծագման սննդակարգի, թե օրգանիզմի, շահեկան դիրքում կլինեք։ Իհարկե կան մարդիկ, ում հակացուցված է պահքը, այն մարդիկ, ովքեր ունեն շաքարային դիաբետ, առաջին, երկրորդ տիպին, իրենց հակացուցված պահքին հետևել, մարդիկ, ովքեր ունեն աղեստամոքսային խնդիրներ, օրինակ գաստրիտ, այսինքն ստամոքսի բորբոքում, պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, խոցային հիվանդություն եւ կոլիտներ, հաստաղու բորբոքում, իրենց հակացուցված է պահքը կամ պիտի պահքին հետևեն իրենց բժշկի խորհրդով, այսինքն որոշ շտկումներ անեն սննդակարգի մեջ ու հետևեն պահքին։ Պահքին հակացուցված է նաև հետևել հղի կանանց եւ կերակրող մայրերին, քանի որ զարգացող պտուղը եւ երեխան ում կերակրում են մաքսիմալ սննդարար նյութերի կարիք ունի եւ այդ իմաստով այդ շրջանում լավ կլինի, որ կինը չհետևի պահքի շրջանին, հա։ Պահքի չեն կարող հետևել նաև այն մարդիկ, ովքեր ունեն իմունային համակարգի ինչ-որ խնդիրներ, օրինակ հետ վիրահատական շրջանում են գտնվում կամ ինչ-որ ինֆեկցիոն հիվանդությունից հետո կազդուրման շրջանում են գտնվում եւ այլ իմունոդեֆիցիտային վիճակների պարագայում։ Բայց նրանք, ովքեր չունեն առողջական ոչ մի խնդիր, ճիշտ ժամանակն է շրջվել դեպի բուսական ծագման սպիտակուցներ։ Եվ միֆ չէ, որ հրաժարվելով կենթանական ծագման մթերքներից մենք ինչ որտեղ բեռնաթափում ենք օրգանիզմը։ Միֆ չէ, պահքը ունի իր այլ հոգևոր խորհուրդը, բայց եթե սննդակարգի վերլուծման տեսակետից նայենք, դա նաև ինչ որ չափով մարտահրավեր է ինքդ քեզ, ինքդ քո օրգանիզմին, արդյոք դու կդիմանաս, կկարողանաս վերափոխել բաներ սննդակարգումդ եւ ինչքանով դա ճիշտ կանես։ Ճիշտ գրագետ անելու համար շատ կարևոր է, որ հաշվի առնեք, որ օրգանիզմը կարիք ունի սպիտակուցների եւ պահքի շրջանում եւս այդ կարիքը ոչ միտեղ չի կորում եւ շատ կարեւոր է, որ պահքի շրջանում մաքսիմալ օգտագործեք ճիշտ քանակությամբ սպիտակուցներ անհրաժեշտ օրգանիզմին, որպեսզի առանց խնդիրներ անցկացնեք այս հրաշալի շրջանը։ Հիմա ասենք որքան պետք է լինեն սպիտակուցների քանակը օրական ըստ մարմնի զանգվածի ինդեքսի եւ նշանակություն ունի սեռը։ Իհարկե ունի, նշանակություն ունի եւ տարիքը, եւ սեռը, եւ քաշը, եւ ֆիզիկական ակտիվությունը։ Տեսեք, ամենանվազ քանակը, որ օրգանիզմը պիտի ստանա սպիտակուցի, դա 0.8 գրամ 1 կիլոգրամ քաշի հաշվարկով։ Դրանից ցածր արդեն շատ վտանգավոր է օրգանիզմի համար։ Նորմայում 1.2-ից մինչև 2 գրամ սպիտակուցը բավարար է, եթե հատուկ ինչ-որ խիստ ֆիզիկական ակտիվություն ունի տվյալ անձը, օրինակ մարզիկ չէ, որ պատրաստվում է ինչ-որ հատուկ մարզումների։ Մնացած բոլոր պարագաներում 1.2-ից 2 գրամ սպիտակուց օրգանիզմին տալ
1 կիլոգրամ քաշի հաշվարկով դա կլինի իդեալական։ Պարզ 60 կիլոգրամ կշռող անձը 60 գրամ սպիտակուց գոնե օրվա ընթացքում պետք է ստանա։ Այո, ճիշտ եք։ Միֆ չէ, որ սպիտակուցային սննդակարգը օգնում է նիհարել։ Միֆ չէ, քանի որ ցանկացած տեսակի սպիտակուց պարունակող սննդակարգը դա լինի կենդանական ծագման թե բուսական ծագման հագեցնող է։ Ինչի հաշվին երկար ժամանակ հագեցվածության զգացողություն է ապահովում օրգանիզմին, բացի այդ մենք ամբողջությամբ կազմված ենք սպիտակուցներից եւ եթե սպիտակուցների քանակը մեր սննդակարգում ինչ որ չափով նվազ լինի, դա կբերի անպայման կբերի հետևանքների, թե նիհարելու շրջանում, թե եթե անգամ չեք նիհարում, քաշ չեք կորցնում, որովհետեւ բջիջները, հորմոնները, մկանները ամբողջ օրգանիզմը կազմված է սպիտակուցներից եւ անտեսել այդ փաստը ուղղակի չի կարելի։ Իսկ միֆ չէ, որ եթե օրգանիզմը բավարար չափով սպիտակուցներ չունի եւ մենք փորձում ենք նիհարել, կարող է նիհարենք մկանային զանգվածի հաշվին։ Միֆ չի, որովհետեւ մկանը սպիտակուց է, ինչպես շատ բջիջներ մեր օրգանիզմում եւ սպիտակուցային սնունդը շատ կարեւոր է հատկապես քաշ կորցնողների համար, որովհետև եթե դուք քաշը կորցնեք մկանի հաշվին, ջրազրկվելու հաշվին, հետ դարձ process-ը լինում է շատ ավելի բարդ, այսինքն վերականգնել մկանային հյուսվածքը շատ ավելի բարդ է, քան ուղղակի սխալ սննդակարգի արդյունքում այն կորցնել, շատ ավելի հեշտ process է, ու դա է պատճառը, որ ես շատերին ասում եմ ավելի լավ է ունենաք ավել 5 կիլոգրամ քաշ, քան սխալ նիհարեք վնասելով առողջությանը։ Եվ այստեղ մարզողները պետք է ուշադիր լինեն, որովհետև սպիտակուցների քանակը պիտի անպայման ավելացնեն սննդակարգում, երբ մարզվում են։ Իսկ ինչի կհանգեցնի սպիտակուցների ավելցուկը։ Այստեղ վտանգներ կան։ Այո, այդտեղ էլ վտանգներ կան, եթե սննդակարգը ուղղվի դեպի միայն սպիտակուցային սննդակարգ, այդպիսի սննդակարգեր կային ու համացանցում էլ կան տարածված, սպիտակուցային սննդակարգեր, որտեղ մինիմալի է հասցվում ածխաջրերի թիվը եւ մարդիկ շատերը նաեւ մինիմալի են հասցնում բանջարեղենի, այսինքն բջջանյութի կիրառումը սննդակարգում։ Այդ դեպքում կարող են առաջանալ ավիտամինոզներ, կարող են առաջանալ նախ բարձր ու մեծ ռիսկի տակ են հայտնվում լյարդը եւ երիկամները, որոնք որ այդ սպիտակուցները դուրս են բերում օրգանիզմից։ Կարող է մարդը հայտնվել այնպիսի վիճակում, որ նախ այդ դուրս բերման արգասիքների հետ դուրս է բերվում նաեւ մեծ քանակությամբ հեղուկ, այսինքն նաեւ ինչ որ չափով ջրազրկում է տեղի ունենում օրգանիզմի։ Մի խոսքով շատ վատ հետևանքների պետք է բերել, այսինքն պետք է փորձել մնալ ոսկե միջինում ինձ թվում է շատ ու շատ հարցերում։ Այո, եւ բալանսավորված սննդակարգով հնարավոր չէ երբևէ սպիտակուցների ավելցուկ ունենալ։ Սա վերաբերում է սպիտակուցային դիետաների, այսպես ասենք։ Սպիտակուցային դիետաների, որոնք հիմա արդեն շատ ուրախ եմ, որ այդքան տրենդային չեն, բայց մի պահ շատ տրենդային էին եւ շատերը ուղակի օրը 3, 4, 5 անգամ մսային ուտեստներ ուտելով փորձում էին քաշ կորցնել, իհարկե արդյունքի հասնում էին, ինչպես եւ ցանկացած սահմանափակում դա էլ բերում է արդյունքի, բայց ինչ գնով։ Գալով պահքի սննդակարգին, ինչ պետք է ասենք պասային մթերքների մասին, որոնք բուսական ծագման սպիտակուցներ են պարունակում, դրանք հատիկավորներն են ոլոր, սիսեռ, լոբի, սրանց կալորիականության եւ սննդարար արժեքի մասին։ Շատ օգտակար մթերքներ են, որոնք իդեպ կարելի ասել, որ տարվա ընթացքում անտեսվում են շատերի կողմից եւ հիշում են գոնե պահքի շրջանում, այդ առումով շատ ուրախ եմ, որովհետեւ կարևոր ու օգտակար մթերքներ են, որոնք որ պիտի լինեն մեր սննդակարգում, եւ ոլորը, եւ սիսեռը, եւ ոսպի բոլոր տեսակները շատ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, օրինակ ոսպի մեջ այն համարյա 10 գրամի է հասնում 100 գրամի հաշվարկով, այսինքն բուսական ծագման սպիտակուցի շատ լավ աղբյուրներ են հանդիսանում։ Շատ կարևոր է այս մթերքները ներառել պահքի շրջանում, որովհետև պահքի շրջանում հիմնականում տուժում են սպիտակուցները, մեր կողմից ընդունած, իսկ եթե դուք ապահովեք զանազանություն այս մթերքների, այսինքն միայն մի տեսակը չներառեք, փորձեք մաքսիմալ շատ հատիկեղեն ներառել, կապահովեք այդ ամինաթթուների քանակը, սպիտակուցների ամինաթթուների քանակը օրգանիզմ, այս բոլոր մթերքները պարունակում են նաև մեծ քանակությամբ բջջանյութ, հանքանյութեր եւ մեծ քանակությամբ բարդ ածխաջրերի աղբյուր են հանդիսանում, այսինքն նույնպես տալիս է մեզ էներգիա դիմակայելու այդ շրջանում։
շատ կարևոր է այս մթերքների պատրաստումը։ Խորհուրդ է տրվում նախապես թրջել։ Նրանցից մեծամասնությունը անհրաժեշտ է թրջել, գիշերը օրինակ կարող եք լվանալ նախապես թրջել եւ 1-3-ի հարաբերակցությամբ այդքան ջուր ավելացնելով պահել ամբողջ գիշեր։ Թրջելու ենթակա չեն մի քանի հատիկեղեն, կարմիր ոսպն է դա, մաշն է, սոյայի պրոդուկտներն են եւ կիսած ոլորը կարող եք չթրջել։ Դրանք բավական է 1-2 ժամ թրջել մինչ պատրաստումը, այսինքն կարիք չունեն ամբողջ գիշեր թրջված վիճակում մնալու։ Ու շատ կարևոր է, որ թրջելով այս մթերքները մենք նրանցից մասամբ հեռացնում ենք ֆիտոթթուները եւ հետևապես իրենց բացասական ազդեցությունը, այս բացասական ազդեցությունը դա վկնածության գազերի առաջացումն է օրգանիզմում, դա շատ օգտակար նյութերի չմարսվելն է մեր օրգանիզմի կողմից, երբ որ առկա են այդ ֆիտոթթուները լինում այդ հատիկեղենում։ Իսկ միֆ չէ, որ հատիկեղենի օգտակարությունը կարող ենք կրկնապատկել, օրինակ ոսպը բրնձի հետ համատեղելով, ստանալով ամբողջական ամինաթթուներ։ Այսինքն հատիկեղենը հացահատիկների հետ ավելի շատ օգտակար կլինի, քան առանձին։ Միֆ չէ, ուրեմն պահքի շրջանում մի քանի խումբ կա, որից մենք կարող ենք ստանալ սպիտակուցներ։ Դա հատիկեղենն է, որ նշեցինք, դա հացահատիկն է, որոնց մեջ մտնում է վարսակը, բլխուրը, ձավարը եւ սերմերն են, որոնք որ նույնպես շատ օգտակար են այս շրջանում եւ ընդեղենը։ Այս խմբերի համադրումը, օրինակ հատիկեղենի համադրումը հացահատիկների հետ նպաստում է, որ մենք ստանանք լիարժեք ամինաթթուների կազմ, այսինքն լիարժեք լինի ստացած սպիտակուցը։ Եւ կարելի է նաեւ ընդեղենը հացահատիկը համադրել օրինակ ընկուզեղենի սերմերի հետ։ Դա նույնպես օրինակ պատրաստել վարսակի շիլա եւ մեջը ավելացնել չիայի սերմեր, դդմի սերմեր, դա նույնպես դարձնում է ավելի լիարժեք այս սպիտակուցի արկայությունը, որ կլինի ձեր ափսեում։ Հրաշալի, ասում են հնդկաձավարը երբ չես եփում, ջրով թրջում ես կամ մածուն ես ավելացնում ու թողնում, որոշ ժամանակ անց ավելի օգտակար է, քան եփված հնդկաձավարը։ Սա միֆ չէ։ Միֆ չէ այն տեսակետից, որ եթե վերածենք իրեն որպես պրոդուկտ օգտակար բաղադրիչների, ապա տեսեք, ցանկացած մթերք, որը որ մենք ջերմային մշակման ենք ենթարկում, հատկապես երկարատև, քայքայում ենք այն պոլիսախարիդները, բարդ ածխաջրերը եւ դարձնում մոնոսախարիդներ, ավելի պարզ շաքարներ։ Այդ տեսակետից բարձրանում է նաև պրոդուկտի գլիկեմիկ ինդեքսը։ Իսկ երբ որ մենք ջերմային մշակման չենք ենթարկվում այդ մթերքները, նրանք մնում են ավելի բարդ ածխաջրեր։ Հետևաբար ուտելով, մտնելով մեր օրգանիզմ այդքան արագ չեն բարձրացնում շաքարի մակարդակը արյան մեջ, ինսուլինի արտադրությունը ավելի դանդաղ լինում, ավելի երկար հագեցածության զգացողություն են ապահովում օրգանիզմին։ Շատ լավ, ընդեղեն եւ սերմեր, սրանք էլ սպիտակուցների աղբյուր են եւ ասում են անգամ դդմի սերմերը ամենամեծ քանակությամբ սպիտակուցներն են պարունակում, չնայած իրենց փոքր չափերին։ Ճիշտ եք։ Դդմի սերմերը իսկապես շատ օգտակար պրոդուկտ են եւ խորհուրդ եմ տալիս ունենալ միշտ տանը, ներառել ձեր սննդակարգում, ավելացնել աղցանների մեջ, հենց այնպես ուտել, որովհետեւ շատ օգտակար սպիտակուցի աղբյուր են նաեւ բջջանյութի, վիտամինների։ Շատ կարեւոր է սերմերը եւ ընդեղեն օգտագործել նրանք հենց այն վիճակում, որ կան։ Այսինքն չենթարկել ոչ մի ջերմային մշակման, չավելացնել սիրոպներ, աղ եւ չփչացնել պրոդուկտը։ Ուտել հնարավորինս մաքուր վիճակում, նախապես էլի խորհուրդ եմ տալիս անպայման լվանալ, թե սերմերը, թե ընդեղենը։ Այսինքն բոված արևածաղկի սերմերում սպիտակուցներ չկան։ Ավելի օգտակարությունը ցանկացած մթերքի նվազում է։ Շատ լավ, բանջարեղենի մեջ նույնիսկ կան սպիտակուցներ եւ չի նշանակում, որ պահքի ընթացքում մենք պետք է բանջարեղեն չօգտագործենք։ Սա թույլատրելի է, այստեղ կան բջջանքը պետք է լինի առողջ ափսեի կեսը։ Խոսենք այն բանջարեղենների մասին, որոնք սպիտակուցներ են պարունակում։ Այո, սպիտակուցներ պարունակող բանջարեղենի կարելի ասել առաջին տեղում միանշանակ հաղթողը դա բրոկոլին է, որը
շատ կարևոր, շատ օգտակար product է եւ ու եթե սիրում եք արժի այն ներառել, միշտ ունենալ սննդակարգում սպա նախը, բրյուսելյան կաղամբը, այսինքն կան բանջարեղենի տեսակներ, որոնք բացի ձեր նշած բջջանյութից, վիտամիններից, բրոկոլին նաեւ շատ այլ օգտակար նյութեր է պարունակում են նաեւ սպիտակուց։ Դրա համար պահքի շրջանը շատ հեշտ ու հանգիստ կարելի է անցկացնել առանց վնասի օրգանիզմին, դեռ հակառակը շատ օգուտ տալով։ Օգուտ տալով հիմա պիտի խոսենք քաղցրի մասին։ Պահքի շրջանում քաղցր օգտագործում ենք թե ոչ, եւ կա կարծիք, որ սպիտակուցներն օգնում են հրաժարվել քաղցրից։ Մի տեսակ փակում է նախորժակը քաղցր ուտելու, սա միֆ չէ եւ ինչի՞ց է սա։ Երբ որ մարդ սոված է լինում, առաջին բանը, որ ինչ որ հեշտ սնունդի հարմար ձեռքի տակ սնունդի։ Իսկ քանի որ հիմա այդպիսի սնունդը շատ է, ցանկացած մարդու շրջապատում, մանկական տարիքից սկսած մինչև մեծեր ունեն այդ հնարավորությունը ցանկացած վայրկյանի ինչ որ քաղցրով հագեցնելու սովը։ Դա չպլանավորելու օրը, սննդակարգը չպլանավորելու հետևանք է լինում, բայց եթե օրը պլանավորում եք եւ սպիտակուցների քանակը ձեր սննդակարգում բավարար է լինում, ինչը երկարատև հագեցնում է օրգանիզմին, ես դա չեմ դադարի ասել, որտեղ շատ կարեւոր է։ Մարդը ակամայից այլևս չի ձգտում այդքան քաղցր ուտելու կամ չափավորում է օգտագործումը քաղցրի։ Այդ տեսակետից շատ օգտակար է։ Դրա համար պետք է սննդակարգից ոչ թե հեռացնել մթերքները, այլ բերել սննդակարգ օգտակար մթերքներ։ Դրանք ակամայից կհեռացնեն այն բոլոր վնասակար մթերքները կամ գոնե կնվազեցնեն, որոնք որ կան ձեր սննդակարգում։ Այսպիսով կարող ենք ասել, որ պահքի սննդակարգը ոչ թե հյուծում, այլ հակառակը կոփում է օրգանիզմը եւ ձերբազատում վնասակար սովորություններից։ Այո, ինչ որ չափով, եթե ուղղակի սննդաբանության տեսակետից նայենք այս պահոց շրջանին, դա մի էտապ է, որ դու օրգանիզմդ հաղթահարում է, որովհետև որոշել ես ձերբազատվել կենդանական ծագման սննդից։ Եվ ինչ որ չափով շատ մարդիկ նաև հասկանում են պահքից հետո, որ այո, կարող են իրենց սննդակարգում բաներ փոխել, սովորություններ փոխել, սննդակարգ փոխել, սննդային սովորությունները փոխել եւ ոգեշնչող է նաեւ այդ տեսակետից այս պահոց շրջանը, որ կարելի է փոխել սննդակարգը եւ հասնել ձեր երազանքի մարմնին եւ առողջ լինել։ Շնորհակալություն զրույցի համար։ Իհարկե պահքի շրջանը սննդակարգին չի վերաբերում, պահեցողությունը առհասարակ խորհուրդը հոգեվոր է, բայց նաեւ օգնում է ազատվել ավելորդից։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, շնորհակալություն Յասաման ռեստորանին համագործակցության համար, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում, իսկ մենք զրուցում էինք բժիշկ սննդաբան Լիլիթ Մարգարյանի հետ։ Մինչ հանդիպում։